Բարև ձեզ, ես Հովհաննեսն եմ, Goodman Coffee Bar-ի հիմնադիրը։ Այսօր ձեզ կպատմեմ սուրճի ծագման և տեսակների մասին։ Սուրճի հայրենիքն է Եթովպիա։ Ըստ լեգենդի, Եթովպիայի Կաֆա տարածքում Կալդի անունով մի հովիվ երեկոյան ժամերին նկատում է, որ կենդանիները ակտիվ վարք են դրսևորում։ Նկատելով, թե ինչ տերևներ են նրան կերել, հավաքում է տերևները, պատրաստում է թուրմ և խմում։ Զգում է, որ նայել է թարմանում։ Սկզբի շրջանում սուրճը լայն տարածում է գտնում Մերձավոր և Միջին Արևելքում։ Գլխավոր արտահանող երկիրը Եմենն էր։ Արտահանելուց առաջ նրանք սուրճը անցկացնում էին եռացրած ջրով կամ ողում էին, այդպիսով կանխելով սուրճի աճեցումը այլ երկրներում։ Հետագայում արդեն արաբների շնորհիվ տարածվելով սուրճը ստացավ արաբիկա անվանումը, իբրև արաբական սուրճ։ Ռոբուստայի հայրենիքը Կոնգոն է։ Ռոբուստա տեսակը ավելի բերքատու, ավելի դիմացկուն, ավելի թունդ է, պարունակում է ավելի շատ կոֆեին, սակայն ունի ավելի աղքատի քամ, քան արաբիկան։ Արաբիկան բարձր է գնահատվում իր համային հատկանիշների համար, իսկ ռոբուստան կոֆեինի բարձր պարունակության համար։